Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ այսօր էլ կենդանի ենք, առողջ ենք եւ կարող ենք գալ Հիսուսի ոտքի մոտ, Հիսուսի լսարանում նստել եւ լսել նրան եւ սուրել իր դասերը, թող Աստված իր Սուրբ Հոգով ազդի մեր վրա, որպեսզի ճիշտ հասկանանք իր տված դասերը եւ Հիսուսի շնորհքով իրականացնենք մեր կյանքում։ Հիսուսի անունով ամեն։ Մենք գիտենք, որ ուսումնասիրում ենք Մարկոսի գիրքը այս երամսյակ եւ արդեն հասել ենք 11-րդ դասին, որը կոչվում է ձերբակալված եւ փորձության մեջ։ Այսօրվա հիշելու համարն է Մարկոս 14:36։ Աբա հայր, Հիսուսը ասում էր. Աբա հայր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է։ Այս բաժակը ինձանից հեռացրու, բայց թող չլինի ինչպես որ ես եմ կամենում, այլ ինչպես որ դու։ Ուրեմն այսօր ուսումնասիրել ենք Մարկոսի 14 գլուխը եւ առաջին մասը, որ պիտի կարդանք ուսումնասիրենք, դա 14 գլխի առաջին համարից մինչեւ 11-րդ համարն է։ Հետաքրքիր է, որ անցած դասում նույնպես առաջին դրվագը, որ մենք կարդացինք, մի կնոջ մասն էր, որ իր ամբողջ ունեցվածքը նվիրեց Աստծուն։ Այսինքն իր հացի փողը, այսպես ասենք, գցեց եկեղեցու գանձարանակի մեջ։ Եվ հետաքրքիր, որ այսօր էլ մի ուրիշ կնոջ մասին է խոսքը գնում, որ նույնպես իր ամբողջ ունեցվածքը կարծես թե նվիրեց Հիսուսին։ Կարդանք Մարկոս 14 գլուխ 1-11 համար։ Քրիստոսը ուրեմն եւ 2 օրից հետո զատիկներ եւ բաղարջակերքը, այսինքն բաղարջակերած տոնը, քահանապետները դպիրները որոնում էին, թե ինչպես նրան, այսինքն Հիսուսին, նենգության բռնեն եւ սպանեն, բայց ասում էին, ոչ թե տոնի ժամանակ միգուցե ժողովրդի մեջ խռովություն լինի կամ որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի։ Եվ երբ որ Բեթանիա էր, Սիմոն Բորոտի տան սեղան նստած, մի կին եկավ, որ մի շիշ ազնիվ թանկագին նարդոսի յուղ ուներ, եւ շիշը կոտրեց, նորագլխի վրա թափեց։ Ուրեմն, երբ որ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, որպեսզի ավելի լավ հասկանանք եւ ավելի ճիշտ հասկանանք, պետք է նույն դրվագ ուսումնասիրենք նաեւ մյուս բոլոր ավետարանների մեջ, որտեղ բոլոր մնացած 3 ավետարանների մեջ էլ հիշվում է այս նույն դրվագը, եւ Մատթեոսինը շատ նման է Մարկոսին, բայց Ղուկասի եւ Հովհաննեսի մեջ ավելի շատ մանրամասներ է տալիս։ Օրինակ, այստեղ ասում է Սիմոն Բորոտի տան սեղանը նստած։ Երբ որ Ղուկասն ենք կարդում, Ղուկասի մեջ ենք այս պատմությունը կարդում, ասում է, որ փարիսեցիներեն մեկը կաղաչեր անոր, որ իրեն հետ հաց ուտե։ Անալ փարիսեցիին տունը մտավ ու սեղան նստավ։ Այսինքն այս Ղուկասից մենք պարզում ենք, որ Սիմոնը փարիսեցի էր եւ բորոտությունը, որ ասում է բորոտ էր, սրանից հետևում է, որ ինքը մի ժամանակ բորոտությամբ հիվանդ է եղել, Հիսուս իրեն բուժել է եւ հիմա կարծես թե ուզելով շնորհակալ լինել իր բժշկին, հրավիրում է իր տուն հաց ուտելու։ Շարունակենք եւ ասում է Մարկոսի մեջ ասում է. մի կին եկավ, որ մի շիշ ազնիվ թանկագին նարդոսի յուղ ուներ եւ շիշը կոտրեց, նորա գլխի վրա թափեց։ Ղուկասը 7 գլխի 37 համար ասում է. քաղաքի մեջ մեղավոր կին մը կար։ Այստեղ ավելի շատ բարձրությունը մեղավոր կին մը կար։ Երբ իմացավ, թե անիկա փարիսեցին տունը սեղան նստեր է, շիշմա անուշահոտ յուղ բերավ ու ետևի կողմեն անոր ոտքերունքով կեցեր, կուլար
եւ արցունքներով սկսավ անոր ոտքերը թրջել ու իր գլխուն մազերով կսրբեր եւ կհամբուրեր անոր ոտքերը ու յուղով կոծեր։ Այսինքն մենք այստեղ բառացինք ավելին։ Ինքը ուզում էր դանել աննկատ, երբ որ այն ժամանակ կիսապարկած էին ուտում, գլուխը այս կողմ էր, ոտքերը այն կողմ, դեպի հետև, եւ ինքը կարծես չէր ուզում որ իրեն նկատեն եւ հետևի կողմից ոտքերից եկավ եւ սկսեց լացել եւ իր մազերով սրբում էր Հիսուսի ոտքերը եւ նաեւ ասում է ոտքերը յուղով օծում էր, այս թանկագին յուղով։ Քիչ հետո կտեսնենք, պարզենք թե ինչքան թանկագին էր այս յուղը։ Եվ ասում է, եթե նայենք Հովհաննեսի մեջ, ավելի շատ բան ենք պարզում 12 գլխի առաջին համարից։ Հիսուս զատկեն 6 օր առաջ Բեթանիա գնաց, ուր էր Ղազարոսը, որ Հիսուս մեռելներին հարուցանեց, հոն անոր ընթրիքն պատրաստեցին ու մարդը սպասավորություն կներ։ Ղազարոս անոր հետ սեղան նստողներեն մեկն էր, ավելի շատ մանրամասնություն։ Իսկ Մարիամ 1 լիտր նարդոսի պատվական մեծագին յուղ առնելով Հիսուսին ոտքեր օծեց ու իր մազերով անոր ոտքերը սրբեց եւ տունը յուղին անուշահոտությունով լեցվեցավ։ Ուրեմն Հովհաննեսից հետաքրքիր որ ոչ Մատթեոսը, ոչ Ղուկասը, ոչ էլ Մարկոսը չեն նշում ով էր այդ կինը, բայց Հովհաննեսը նշում, ասում է Մարիամն էր, Մարթայի քույրը, Մարթան այդտեղ սպասավորություն էր անում եւ շատ աստվածաբաններ պնդում են, որ Սիմոն Փարիսեցին իրենց քեռին էր, կամ իրենց եղբայրը, չգիտեմ, ազգական էր իրենց, Մարիամին, Մարթային եւ Ղազարոսին։ Ուրեմն այստեղ եւս մի շատ հետաքրքիր մանրամաս կա, ասում է, որ տունը յուղին անուշահոտությունը լցվեց, այսինքն ամբողջ սենյակը այդ յուղի անուշահոտությունը տարածվեց։ Եվ ուրեմն երբ որ այս տարածվում է, ինչ է տեղի ունենում, բայց կային ոմանք, որ իրանց մեջ դժվարացան ասելով, ինչու համար եղավ յուղի այդ կորուստը։ Այսինքն այս կինը եկել է, Հիսուսին օծում է եւ նրանք դա համարում են կորուստ։ Որովհետև կարելի էր դորան 300 դահեկանից ավելի թանկ ծախել եւ աղքատներին տալ, եւ շատ հանդիմանում էին այն կնկանը։ Որպեսզի ավելի մանրամասն իմանանք, նորից գնանք, տեսենք Ղուկաս ինչ է ասում։ Ու երբ տեսավ Փարիսե ավելի շուտ Հովհաննեսը, այն հատեն աշակերտներին մեկը, տեսեք, այստեղ գրված է բոլոր աշակերտները, բայց այստեղ գրված Մարկոսը ասում է բոլոր աշակերտներից ոմանք։ Հովհաննեսը ավելի ճշգրիտ է ասում։ Այն հատեն աշակերտներեն մեկը, Իսկարիովտացի Սիմոնյան Հուդան, որ Զանիկա պիտի մատները սավ, ինչու համար այդ յուղը չծախվեցավ 300 դահեկանի, որ աղքատներուն տրվեր։ Ասիկա ասավ ոչ թե աղքատները հոգալուն համար, հապա որ գող էր ու գանձանակը ինքը կպահեր եւ ինչ որ ձգվեր, ինքը կկրեր։ Ուրեմն պարզվում է, որ Հուդան էր այդ ասողը եւ հավանաբար մյուս աշակերտը նույնպես Հուդայի հետ համամիտ էին, որտեղ իրանք շատ էին հարգում Հուդային, Հուդան իրենց մեջից միակն էր, որ ուսյալ էր եւ դրա համար իրան դրել էին հաշվապահ, գանձապահ, եւ ինքը օգտվում էր իր դիրքից եւ փող էր գողանում։ Իհարկե որ եթե Հովհաննեսը գիտեր, պարզ է որ Հիսուսն էլ գիտեր։ Բայց Հիսուսը երբեք ցույց չտվեց, երբեք չասեց գող եւ չհեռացրեց նրան, ինչու, որտեղ նրան առիթ չտա դավաճանության համար, որ չասեն
դե Հիսուսը այսպես արեց, դրա համար ինքը դավաճանեց Հիսուսին։ Հիսուսը երբեք չէր ուզում առիթ տար Հուդային դավաճանելու։ Այսօր էլ եկեղեցիներում շատ եկեղեցիներում կապ չունի, որ համարյա բոլոր եկեղեցիներում շատ հուդաներ կան, որ եկեղեցու գանձանակից գողանում են մանավանդ բարձրադիր դրված անձինք։ Շատ հուդաներ կան բարձրադիր էշելոններում, այսպես ասենք, աշխատող եկեղեցու բարձրադիր էշելոններում աշխատող մարդիկ, մանավանդ իրենք են գողանում։ Եվ ուղղակի ապշեցուցիչ ու զարմանալի է, թե ինչպես այս մարդիկ հովիվ քարոզիչ լինելով, որ իրենք մատուցում են Աստծո խոսքը մարդկանց, եւ երևի հազարավոր անգամներ կարդացել են այս դրվագը, թե ինչպես է Հուդան գողանում, այնուամենայնիվ նույնը անում են իրենք։ Պետք է աղոթել այդպիսի մարդկանց համար։ Անցած դասին մենք ասեցինք նորից, որ այդ մարդիկ Հիսուսը լավ գիտեր, որ ինքը ասեց, որ սարքել եք ավազակների հույն։ Բայց այնուամենայնիվ Հիսուսը չասեց, էլ փող մի բերեք եկեղեցի Աստծո գործի համար, չի ասեց, բերեք։ Եվ մենք նշեցինք, որ մենք եկեղեցուն, Աստծուն, տասանորդը, նվիրատվությունը տալիս ենք որպես շնորհակալություն մեզնից, այլ ոչ թե տալիս ենք այդ մարդկանց, մենք տալիս ենք Աստծուն, Աստծու գործին։ Այդ մարդկանց խնդրեմն է, թե ինչպես են իրանք վարվում այդ փողի հետ եւ իրանք պատասխան են տալիս եւ կտան Աստծո դատաստանի օրը իրենց արածների համար։ Բայց եթե մենք սիրում ենք Հիսուսին, մենք նրան թանկարժեք նվերներ կտանք։ Եվ հետաքրքիր է, պարզենք, թե ինչքան էր 300 դահեկանը եւ ինչքան էր 30 արծաթը, որով Հուդան ծախեց Հիսուսին։ Ուրեմն կարդանք Մատթեոս 20 գլխի առաջին համարից։ Երկնքի թագավորությունը տանտերի նման է, որ արտուն կանուխ ելավ իր այգին համար բանվորներ բռնելու, եւ բռնավորներն հետ օրը 1 դահեկանի համաձայնեցավ ու զանոնք ղրկեց իր այգին։ Այսինքն 1 դահեկանը դա մի օրվա աշխատավարձ էր։ Այսպես ասենք, սևագործ բանվորների 1 օրյա աշխատավարձը։ Ուրեմն, եթե այս մի դահեկանը, եթե վերածենք դոլարի, մոտավորապես $50 օրեկան։ Եվ եթե այդ $50 բազմապատկենք 300-ի, ասում են 300, նույնիսկ ավել, 300 դահեկանից ավել կծախենք։ Դուրս է գալի $15,000։ Այսինքն Մարիամը իր ամբողջ կյանքի հավաքած գումարը ինքը կարծես թե ներդրել էր այդ յուղի մեջ եւ ինքը որոշեց, որ բերի ջարդի եւ նվիրաբերի Հիսուսին այս թանկանոց նվերը։ Ինչու՞։ Աստվածաշուն գրած է, որ Հիսուսը նրանից 7 հատ դև էր հանել։ Հիսուսը նրան փրկել էր իր մեղավոր կյանքից եւ ճշմարիտ ճանապարհի մեջ էր դրել եւ գումարած Հիսուսը իր սիրելի եղբորը Ղազարոսին նորից կյանք էր տվել, հարություն էր առել Ղազարոսը։ Եվ երբ որ Հիսուսը որպես թագավոր մտավ Երուսաղեմ, Մարիամը որոշեց, որ թագավորական նվեր մատուցի Հիսուսին։ Մարիամը լուրջ Հիսուսին ընդունում էր եւ բերեց եւ այս թանկագին նվերը ջարդեց, կոտրեց Հիսուսի ոտքերի մոտ։ Բայց տեսեք տարբերությունը Հուդայի եւ Մարիամի։ Մարիամը ինչպես նշում էին մեղավոր, չէ՞ բոլոր մարդիկ մեղավոր են, բայց այդտեղ նշում էր մեղավոր կինը։
բոլոր մարդիկ մեղավոր են, բոլոր մարդիկ մեղք ունեն, բայց որոշ մեղքեր աչքի ընկնող են եւ մարդիկ դա բացահայտ են համարում եւ ուրիշ մեղքեր աչքի ընկնող չեն, օրինակ Հուդա գաղտնի գողանում էր եւ Հուդան հարգված էր։ Տեսեք տարբերությունը հասարակության եւ իր շրջապատի կողմից հարգված մարդ եւ Մարիամ, որը բոլորի վերևից էին նայում։ Եվ տեսեք իրենց վերաբերմունքը Հիսուսի հանդեպ։ Մարիամը $15,000 նվեր մատուցեց Հիսուսին, բայց տեսնենք, թե 30 արծաթը ինչքան է։ Google-ին այդ հարցը տվել են, եւ Google-ը պատասխանում է, որ մոտավորապես 91-ից մինչև $441, այսինքն ամեն արծաթ կոպեկ տարբեր գներ ուներ։ Եվ մենք չգիտենք, թե ինչ գնանոց 30 կտոր արծաթ էին տվել Հուդային, բայց եթե ամենացածր գնանոցը այդ 30 արծաթը $91 էր, եթե ամենաբարձր գինն էին դրել $441, 30 արծաթ։ Լավ, վերցնենք ասենք $500։ Հուդան $500 ծախեց իր փրկչին, իր տիրոջը։ Մարիամը $15,000 նվերը չափսոսած Հիսուսի մոտ, ոտքերի մոտ կոտրելու համար։ Ուշադիր լինենք, արդյոք մենք Հուդա ենք, թե Մարիամ։ Եվ Հուդան էր մեղավոր, եւ Մարիամն էր մեղավոր։ Բայց Մարիամը ապաշխարեց իր մեղքերից, փրկվեց, Հուդան այդպես էլ չապաշխարեց։ Եվ այս դասի ընթացքում մենք կտեսնենք, թե վերջի վերջո ուր հասավ, ուր հասցրեց նրան այս փողամոլությունը, այս գողությունը, այսինքն ինքը փող էր սիրում, հասցրեց դավաճանության, մինչև որ ինքը դավաճանեց իր փրկչին։ Եվ տեսնենք Հիսուսը ինչ պատասխան է տալիս նրանց։ Հիսուսն էլ ասեց. թույլ տվեք Դորան, ինչու եք նեղություն տալիս Դորան։ Դա մի բարի բան գործեց ինձ վերա, որովհետև ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունիք եւ երբ որ կամենաք կարող եք նրանց բարի անել, բայց ինձ ժամանակ ձեզ հետ չունիք։ Դա ինչ որ ուներ արավ, առաջուց իմ մարմինն նոծեց թաղման համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս ավետարանը քարոզվի բոլոր աշխարհի մեջ, Դորա հիշատակի համար նա էլ կխոսվի, որ դա արավ։ Եվ իրոք ավետարանի մեջ մտավ այս գործը Մարիամի։ Եվ Հիսուսը հակառակ ոչ միայն բարի գործ, եւ ասում է աղքատներին միշտ ունեք, բայց ինձ հավերժ չունեք, ես շուտով վերցվելու եմ ձեզանից։ Եվ Մարիամը ինքը որպես թագավոր էր օծում Հիսուսին։ Մարիամը ինքը որպես թագավոր էր օծում Հիսուսին, բայց Հիսուսը ինչ ասեց, ասեց. ինքը իմ մարմինը օծեց թաղման համար, որտեվ Հիսուսը անդադար իրենց ասում էր, որ ինձ սպանելու են եւ ես թաղվելու եմ, հետո հարություն եմ առնելու։ Ուրեմն եւ այդ արարքը շատ ուրախացրեց Հիսուսի սիրտը, այդ սիրո արարքը Մարիամի։ Եթե նորից նայենք Հովհաննեսի մեջ, տեսնենք Հովհաննեսը ինչպես է գրում։ Իսկ Հիսուսը սա թող դուր ատոր, այդ բանը իմ թաղմանս օրվանա համար պահեց, վասնզի աղքատները ամեն ատեն ձեզի հետ, բայց ես ամեն ատեն ձեզի հետ պիտի չլամ։
Ուրեմն եթե նաև կարդում ենք Ղուկասի մեջ, հետաքրքիր էր, որ Ղուկասի մեջ չի ասում Հուդայի ասածը, բայց Ղուկասի մեջ Սիմոնի մասին կա եւ ասում է, երբ որ յուղով օծում էր Մարիամը ու երբ տեսավ փարիսեցին, որ զանիկա հրավիրեր, ըսավ իր մտքին մեջ, ասիկա եթե մարգարե ըլլար, պիտի գիտնար, թե ով եւ ինչպիսի կին է իրեն դպչողը, վասնզի մեղավոր է։ Հիսուս պատասխանելով ըսավ անոր. Սիմոն, քեզի բան մոնի մսելու անարսավ, ըսև արդապե։ Հիսուս ըսավ, փող տվող մի երկու այսքան պարտքով, մեկը պարտքով երկու հոգու պարտք տվեց, մեկին 500 դահեկան տվեց, մյուսին 50։ Որտև հատուցանելու կարողություն չունեն, երկուսին էլ ներեց, ասեց կարող եք չտալ այդ պարտքը։ Հիմա ասում է ասա, ով նրանցից ավելի պիտի ավելի շատ սիրե զանիկա, եւ Սիմոն էլ ասում է իհարկե նա, ում որ ավելի շատ ներվեց։ Եվ Հիսուսը նրան ասում է. ուղիղ դատեցիր, ու դառնալով դեպի այն կինը ասավ Սիմոնին. կտեսնես այս կինը, ես քո տունդ մտա, դու ոտքերուս ջուր չտվիր, բայց ասիկա իր արցունքովը ոտքերս թրջեց ու իր մազերովը սրբեց։ Այսինքն, երբ որ այն ժամանակ պատվավոր հյուր էին ունենում, նրանց ոտքերը լվանում էին։ Եվ այստեղից երևում է, որ Հիսուսը բոլորովին պատվավոր հյուր չէր Սիմոնի համար։ Սիմոնը հարուստ փարիսեցի էր, Հիսուսը աղքատ ուսուցիչ էր եւ չէր համարում, չնայած իրեն բուժել էր, կարծես թե որպես մի բժիշկ, ինչ-որ մի շնորհակալություն է ողորմություն գցում Հիսուսին, բայց չէր գիտակցում, որ Հիսուսը իր հոգու բժիշկն է նաև։ Եվ Հիսուսը ասեց. տես, դու այդ պատիվ ինձ չտվեցիր, բայց այս կինը տալիս է։ Դու ինձի համբույրը չտվիր։ Նորից պատվավոր հյուրին համբուրում էին, բայց Սիմոնը չհամբուրեց Հիսուսին, որտեղ համարում էր, որ նա արժանի չէ։ Բայց ասիկա հոս մտնել ես իվեր ոտքերս համբուրել են չդադրեցավ։ Դուն իմ գլուխս ձեթով չոծեցիր։ Բայց ասիկա իմ ոտքերս անուշահոտ յուղով օծեց։ Նորից պատվավոր հյուրերի գլուխը օծում էին անուշահոտ յուղով։ Եվ Սիմոնը չարեց դա Հիսուսի հանդեպ։ Բայց Մարիամը նրա ոտքերը այդքան թանկանոց պատվավոր յուղով օծեց։ Այսօր համար կսեմ քեզի, ներված են այսօր շատ մեղքերը, վասնզի շատ սիրեց, բայց որում որ քիչ կներվի, անիկա քիչ կսիրե։ Ուրեմն այստեղ հարցը ոչ թե նրանում էր, որ Մարիամի մեղքը ավելի շատ էր, քան թե Սիմոնի։ Նույնիսկ որոշ աստվածաբաններ ասում են, որ նա իրենց ազգական էր եւ նա էր առաջինը պատճառ եղել, բռնաբարել էր Մարիամին։ Երբ որ Մարիամը կույս էր եղել, նա բռնաբարել էր Մարիամին եւ այդպիսով մեղքի մեջ էր գցել Մարիամին եւ հիմա ինքը սուրբ է ձևանում, իսկ Մարիամն էլ մեղավոր է։ Եվ Հիսուսը այստեղ ցույց տվեց. դու կարծում ես, թե Մարիամը քեզնից մեղավոր է, բայց նրա մեղքերը ներված են, իսկ քոնը ներված չեն։ Ասում են քիչ ներվեց։ Տեսեք, նորից կարդանք։ Ներված են այսօր շատ մեղքեր, այսինքն Մարիամի շատ մեղքերը ներված են, բայց քո քիչ մեղքերն են ներված։ Եթե տոկոսային առումով վերցնենք, ասենք թե եւ Մարիամի բոլորս էլ մեղավոր մարդիկ ենք եւ 100% եթե վերցնենք մեր մեղքերը, ասենք թե ապաշխարում ենք 50% մեղքերից եւ ներվում ենք, բայց 50%-ը մնում է մեր վզին։ Հիմա նույնը գալիս է Սիմոնի հետ։ Սիմոնի մեղքը իր վզին էր, նա չէր գիտակցում, ինչպես այն առակի մեջ Հիսուսը ասեց, Մաքսավորի եւ Փարիսեցու առակի մեջ, ինչպես այն Փարիսեցին չէր գիտակցում, նույնպես եւ Սիմոնը չէր գիտակցում իր մեղավորությունը եւ իր մեղքերը չէին ներվում, որտեղ ինքը չէր ապաշխարում, չէր գիտակցում իր մեղքերը եւ չէր ապաշխարում։ Մարիամը իր ամբողջ մեղքերը գիտակցեց եւ ապաշխարեց եւ փրկություն ստացավ։ Ուրեմն Սիմոնը հասկացավ եւ հոգու խորքում շնորհակալ էր, որ Հիսուսը բարձր չասեց։ Հասկացավ, որ իր կյանքը բաց գիրք է Հիսուսի առաջ։ Հիսուսը լավ գիտի իր մեղքերը, գախնի։ Եվ
Կարծես թե ինքը հետո դարձի եկավ եւ ապաշխարեց, փրկվեց, բայց ցավոք Հուդան, տեսեք, երկու տղամարդ Հուդա, Սիմոն Փարիսեցի, երկուսն էլ հարգված հասարակության մեջ, բայց այդ հարգվածությունը խանգարեց իրենց դարձի գալու, այսինքն այսօր հասարակության մեջ հարգում են որոշներին եւ չեն հարգում որոշներին, բայց բոլորն էլ հավասար մեղավոր են։ Եվ սրանցը, քանի որ գաղտնի է մեղավորությունը, բացահայտ չի, նրանց հարգում են եւ նրանք էլ կարծում են, թե իրոք իրենք լավն են եւ չեն ապաշխարում եւ փրկության չեն գալիս։ Բայց բացահայտ մեղավորները, այնպիսիք ինչպիսին Մարիամն էր, Մաքսավորները, ասենք Մաթեոսը, իրանք ապաշխարեցին եւ դարձի եկան։ Ուրեմն Աստված տա, որ մենք հասկանանք, որ մեր մեղքերը պետք է 100%-ով ներվեն, բոլոր մեր մեղքերը ներվեն, այլ ոչ թե մի մասը ներվի, մյուս մասը չներվի, որպեսզի մենք փրկության հասնենք, հավիտենական կյանք մտնենք։ Իսատ պռատ ապաշխարելով չենք կարող փրկվել։ Շարունակենք կարդալ 14 գլուխը։ Ուրեմն ինչ է անում Հուդան դրանից հետո։ Եվ Հուդա Իսկարիովտացին այն 12-ից մեկը քահանայապետների մոտ գնաց, որ նորան մատնե նրանց։ Նրանք էլ երբ որ լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ եւ որոնում էր, թե ինչպես հարմար ժամանակ մատնե նորան։ Տեսեք նորից 30 արծաթով, որ ստրուկի գիներ են ժամանակ։ Ինքը մատնեց Հիսուսին, բայց Մարիամը պատրաստ էր իր ամբողջ ունեցվածքը դնել Հիսուսի ոտքերի մոտ։ Ուշադրություն դարձնենք մեր կյանքի վրա։ Արդյոք մենք Հուդա ենք, շատ սիրում ենք փողը ինչպես Հուդա, թե մենք Մարիամ ենք, որ չենք ափսոսում նույնիսկ կամ թեկուզ այն այրին, որ չենք ափսոսում Աստծո գործի համար, Հիսուսի գործի համար, Հիսուսի սիրույն փող մեր ունեցվածքը մեր փող օգտագործել մարդկանց փրկության համար, որտեղ նրանք մեր եղբայրն ու քույրերն են, որտեղ նրանք Հիսուսի զավակներն են։ Ուրեմն եւ Բաղարջեկիրած առաջին օրը, երբ որ Զատկի գառը մորթում էին, նրա աշակերտներն ասացին, ուրեմն պատրաստեցին իր համար այդ սեղանը եւ ասում են, երբ որ Իրիկուն եկավ 12-ին հետ եւ երբ որ սեղան նստեցին եւ ուտում էին, Հիսուսը ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մեկը կմատնե ինձ, նա որ ինձ հետ է ուտում է, նրանք լսեցին տրտմել եւ մեկը մեկին հարցրեց եւ այստեղ բացահայտեց Հիսուսը, որ ով է իրեն մատնելու։ Եվ որ ներկելուց հետո դուրս ելան Ձիթենյաց սարը, եւ Հիսուսը նրանց ասեց, թե ամենքդ այս գիշեր կգայթակղվեք ինձանից, որտեղ գրված է, թե հովիվը կզարկեմ եւ ոչխարները կցրվեն։ Բայց իմ հարություն առնելուց հետո ձեզանից առաջ կգնամ Գալիլեա, Պետրոսն էլ ասեց նրան, թեև ամենքն էլ գայթակղվեն, բայց ես ոչ։ Հիսուսն էլ նրան ասեց. ճշմարիտ ասում եմ քեզ, թե այսօր, հենց այս գիշեր, հավը 2 անգամ դեռ չկանչած, 3 անգամ կուրանաս ինձ։ Բայց նա առավել եւս ասում էր, թե որ քեզ հետ մեռնել էլ պետք լինի ինձ, ես քեզ չեմ ուրանա։ Այդպես էլ ամենքն էին ասում, այսինքն մենակ Պետրոսը չէր ասում, բոլորն էլ ասում էին։ Հիմա տեսնենք, ուրեմն եւ եկան, ասում եմ, մի տեղ, որի անունը Գեթսեման էր, եւ նա իր աշակերտներին ասեց. այստեղ նստեք, մինչեւ ես աղոթ կանեմ, եւ նրանց ասեց, որ արթուն կացեք, Պետրոսին, Հակոբին եւ Հովանասին վերցրեց իր հետ եւ ասեց. արթուն կացեք, եւ ինքը մի քիչ են կողմ գնաց եւ սկսեց աղոթել։ Եվ ասում էր. Աբա հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից հեռացրու, բայց ոչ թե ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու։ Եվ 3 անգամ եւ հետո եկավ, տեսավ, որ քնած են, 3 անգամ այս պատմությունը կրկնվեց։ Հետաքրքիր է, որ Հիսուսը երբ որ երկնքում էր, մարդ չէր դարը, ինքը իրեն առաջարկեց, հորը ասեց. ես կգնամ, կմեռնեմ մարդկանց համար, որպես իրենց փրկեմ, բայց հիմա ինքը
կարծես թե տատանվում է եւ խնդրում է հորից, եթե հնարավոր է ուրիշ ճանապարհով փրկենք մարդկանց, եւ հայրած մեջ է, ուրիշ ճանապարհ չկա։ Եվ Հիսուսը վերջի վերջո հաղթահարում է իր տատանումները եւ որոշում է, որ ինքը պետք է այդ զոհաբերությունը մատուցի, որը փրկելու իր ամբողջ մարդկությունը, այսինքն հնարավորություն էր տալու ամբողջ մարդկությանը փրկվելու։ Եվ երբ որ ինքը գալիս է եւ տեսնում է քնած են, եւ ասում է ինչու է քնել, պետք է աղոթք անեիք, որտեղ ճիշտ է դուք չեք ուզում մեղք գործել, բայց ձեր մարմինը տկար է, մեղավոր է։ Դրա համար պետք է աղոթք անեք, որպեսզի մեղքի մեջ չընկնեք։ Եվ հետաքրքիր է, որ Հովհաննեսի մեջ այս նույն դրվագում ասում է, որ երբ որ Հիսուսը վերջնական որոշում կայացրեց, որ ինքը անելու է այդ գործը, զոհաբերվելու, Աստված իրան հզոր հրեշտակ ուղարկեց, որպեսզի իրեն ամրացնի։ Այստեղ նշված չէ, բայց Հովհաննեսի մեջ կարող եք դա կարդալ։ Եվ ուրեմն ինչն է այստեղ կարևոր։ Կարևորը մեր ընտրությունն է։ Հիսուսը ընտրեց, որ ինքը պիտի հնազանդվի Աստծուն, որ ինքը մինչև վերջ իր գործը պիտի անի, որ ինքը իր փրկության ծրագիրը մինչև վերջ պիտի հասցնի։ Եվ երբ որ նա այս որոշումը կայացրեց, Աստված հզոր հրեշտակ ուղարկեց, որը ապավեն եղավ նրան, ուժ տվեց նրան, որ ինքը մինչև վերջ գնա եւ իր գործը անի։ Ուրեմն մեզ անից գնում է միայն որոշումը, մնացած Աստված է անում։ Իր Սուրբ Հոգով, իր հրեշտակներով նա մեզ ապավեն է լինում, ուժ է տալիս, որպեսզի մենք քայլենք ճիշտ ճանապարհով։ Եվ ուրեմն վերջին անգամ, երբ որ գալիս է, ասում է բավական է։ Ժան եկավ, ահա մարդի որդին մատնվում մեղավորների ձեռը։ Վեր կացեք գնանք, ահա մոտեցավ ինձ մատնողը։ Եվ շուտով դեռ նա խոսելիս եկավ Հուդան, այն 12-ից մեկը, եւ նրա շատ ամբողջ սրերով եւ բրերով քահանապետներից եւ դպիրներից եւ ծերերից։ Նրան մատնողն էլ նրանց նշան էր տվել եւ ասել, որին որ ես համբուրեմ, նա է, նորան բռնեցեք եւ զգուշությամբ տարեք։ Եվ եկավ շուտով մոտեցավ նրան եւ ասեց. Ռաբի, Ռաբի, եւ համբուրեց նրան։ Եվ նրանք նրանց իրանց ձեռքը գցեցին նրա վրա եւ բռնեցին նրան։ Մի ուրիշ ավետարանում ասում է, Հիսուս ասում է. Հուդա, համբույրով ես ինձ մատնում։ Եվ Հիսուսը նրանց ասեց. ինչպես մի ավազակի վրա սրերով ու բրերով դուրս եկաք ինձ բռնելու, ամեն օր ձեզ մոտ էի տաճարում սովորացնում էի եւ ինչի բռնեցիք, բայց որպեսզի գրքերը կատարվեն, եւ ամենքը բայց որպեսզի գրքերը կատարվեն, ուրեմն սա տեղի ունենում։ Եվ ամենքը նրան թողեցին փախան։ Ուրեմն ինչպես Հիսուսը կանխագուշակեց, բոլորը նրան թողեցին եւ փախան։ Հետաքրքիր է, որ երբ որ իրենք նստում են, մենք մոռացանք սա նշել, երբ որ նստում են սեղանի շուրջ, մենք դա բաց թողեցինք։ Մի րոպե։ Մինչև Գեթսեմանը։ Նրանք 22 համարը, նրանք ուտելիս Հիսուսը հացն արավորնեց, կտրեց եւ տվավ նրան եւ ասեց. Արեք կերեք, այս է իմ մարմինը եւ բաժակն առավ գոհացավ տվավ նրանց եւ ամենք խմեցին նրանից եւ ասեց. այս է իմ արյունը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե այլ լեւս որդի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ որ նրան խմեմ Աստծո արքայության մեջ։ Այսինքն ինչ նկատի ուներ Հիսուսը այստեղ։ Զարմանալին այն է, որ իրենք զատիկի գար չէին մորթել եւ ինչու, որովհետեւ արդեն ժամանակ եկել էր, որ Հիսուսը իր արյունը տար եւ էլ կարիք չկար այդ գարը մորթելու։ Ուրեմն զատկի տոնակատարությունը ուղղակիորեն կապված էր Եգիպտոսի Իսրայելի երգի եւ Սինայում Աստծո ուխտի ժողովրդի ձևավորման հետ։ Ուխտի կնքման ժամանակ
Ելից 24:8 համարում Մովսեսը զոհերի արյունը ցողում է ժողովրդի վրա եւ ասում. ահա այն ուխտի արյունը, որ Տերը կնքեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի համաձայն։ Զարմանալի է, որ տերունական ընթրիքի ժամանակ, որ այստեղ հաստատում է, Հիսուսը չի օգտագործում զատկի ընթրիքի գառը։ Պատճառն այն է, որ Հիսուսն է Աստծո գառը։ Տերունական ընթրիքի հացը ներկայացնում է նրա մարմինը։ Նոր ուխտը կնքված է Հիսուսի արյունով եւ բաժակը դառնում է դրա խորհրդանիշը։ Նա ասում է. այս է նոր ուխտի արյունը, որ թափվում է շատերի համար։ Այսինքն այստեղից պարզ երևում է, որ իսկական գառան արյունը, իսկական զոհի արյունը արդեն թափվել է եւ պետք չէ ոչ մի զոհ մատուցել։ Եվ ոչխարներ ու գառներ սպանել։ Եվ հիմա ցնցող է այն փաստը, որ Հիսուսի ամենամոտ ընկերներից մեկը մատնեց նրան հանձնելով թշնամիների ձեռքը։ Ավետարանները մանրամասն տեղեկություններ չեն տալիս Հուդայի դրդապատճառների մասին, բայց Էլեն Ուայթը դարերի փափակ H870 գրքում գրում է. Հուդան բնավորությամբ խիստ դրամասեր մարդ էր, բայց միշտ չէ, որ կարող էր բավականաչափ ստորանալ նման արարք թույլ տալու համար, սակայն նա այնքան ժամանակ էր փայփայել ագահության չար ոգին, մինչև որ այն դարձել էր նրա կյանքի գլխավոր շարժառիթը։ Սերը դեպի մամոնան նրա սրտից դուրս էր մղել սերը Քրիստոսի հանդեպ։ Դառնալով մեկ արատի գերին, նա անձնատուր եղավ սատանային եւ ընդունակ էր ամեն տեսակ մեղքի։ Ուրեմն զգուշանանք։ Հիսուսը ասեց. չեք կարող ծառայել եւ մամոնային եւ Աստծուն։ Չեք կարող համ փողը սիրել համ Աստծուն։ Չեք կարող պաշտել համ փողը համ Աստծուն։ Կամ այն կա պաշտեք, պաշտելով փողը մենք պաշտում ենք սատանային, կամ էլ Աստծուն կպաշտեք։ Եվ այստեղից երևում է, Հուդան պաշտում էր փողը եւ երբեք չպայքարեց իր այդ արատի դեմ։ Ինքը ագահ մարդ էր, ինքը չկշտացող մարդ էր։ Այսօր մեր աշխարհում լիքն են այդպիսի մարդիկ, որ չեն կշտանում ոչ փողից, ոչ ունեցվածքից, դիզում են ու դիզում են, դիզում են ու դիզում են, եւ ոչ միայն ագահ էր, այլ նաեւ ժլատ էր, չէր ուզում ինչ որ տեսեք, երբ որ Մարիամը բերեց եւ զոհաբերեց իր այդ թանկարունց յուղը, ինքը ասեց կորուստ է դա, այսինքն ամեն ինչը փողով է չափում։ Եվ ուրեմն զգուշ լինենք։ Դավաճանությունը ինքնին տհաճ բան է բոլորի համար, անգամ նրանց, ովքեր օգտագործում են դավաճաներին։ Այսինքն բարձում են նրանց փողով, օգտագործում են, մարդը դավաճանություն անում է, հետո իրենք են առաջինը սպանում դավաճանին, որտեղ գիտեն, սա դավաճան է, սա փողն է պաշտում եւ փողի դիմաց իրենց էլ կդավաճանեն։ Ուրեմն Հուդայի արարքն առանձնապես նողկալի է, քանի որ նա փորձում է իր դավաճանությունը թաքցնել բարեկամության քողի տակ։ Նա նշան է տալիս ամբողջին, որ նրան բռնեն, ում կհամբուրի ինքը։ Կարծես Հուդան ուզում էր իր դավաճանությունը թաքցնել Հիսուսից եւ մյուս աշակերտներից, երբ ամբողջը ձերբակալում է Հիսուսին, խառնաշփոթ իրավիճակ է առաջանում։ Եվ ուրեմն մենք կարդացինք ինչ տեղի ունեցավ։ Բոլոր աշակերտները փախչում են, այդ թվում Պետրոսը, որն այնուամենայնիվ կրկին հայտնվում է հեռվից հետևելով Հիսուսին։ Շատ կարևոր մի նախադասություն է։ Պետրոսը ամաչեց մոտիկից հետևի Հիսուսին։ Հովհաննեսը չէ, երբ որ Հովհաննեսը կարդում ենք, Հովհաննեսը ինչ որ ծանոթ ուներ իր մայրը եւ նրանք գնում են նույնիսկ հենց դատարանի դահլիճում հետևում են շատ մոտիկից Հովհաննեսը, շատ մոտիկ չի, Հովհաննեսը չէր փախել, Հովհաննեսը հենց այդտեղ էր դատարանի դահլիճում եւ երևի էս էր պատճառը, որ
Հիսուսը հասկացավ, որ Հովանեսը դա իր ամենասիրելի աշակերտն էր եւ հենց այս պատճառով շատ հուսալի եւ վստահելի մարդ էր եւ հենց իրեն վստահեց իր մորը, երբ որ խաչից կախված էր, ասեց Հովանես, ահա քո մայրը, եւ որ ասեց գին ահա քո զավակը, այսինքն ես մեռնում եմ, ես էլ չեմ կարող քո մասին հոգ տանել, բայց Հովանեսին եմ վստահում քո մասին հոգ տանելը, ոչ թե իր եղբայրների, որոնք Հովսեփի տղաներն էին, որդիներն էին, եւ Մարիամ իրենց խորթ մաման էր, բայց ինքը վստահեց իր ամենասիրելի աշակերտին Հովանեսին, բայց Պետրոսը հեռվից էր հետևում Հիսուսին, ամաչում էր, ու շադիր լինենք մեր կյանքում, մենք արդյոք Հիսուսին հետևից ենք, հեռվից ենք հետևում, թե մոտիկից ինչպես Հովանեսը, եթե հեռվից ենք հետևում, վաղ թե ուշ մենք էլ կուրանանք Հիսուսին, ինչպես դա արեց Պետրոսը։ Շարունակենք կարդալ։ Եվ Հիսուսին տարան 53 համարից։ Եվ Հիսուսին տարան քահանայապետի մոտ, եւ բոլոր քահանայապետները եւ դպիրները ու ծերերը նրա մոտ էին գալիս, եւ Պետրոսն էլ հեռվանց գնաց նրա ետևից, մինչեւ քահանայապետի սրահի ներսը, եւ սպասավորների հետ նստել էր կրակի մոտ տաքանում էր, բայց քահանայապետները բոլոր ատյանը Հիսուսի դեմ վկայություն էին որոնում, որ նրան սպանեն, սակայն չէին գտնում, իսկն սուտ վկաներ էին բարձել, բայց սրանց վկայությունը հակասում էր, որտեւ շատերը սուտ վկայություն էին տալիս նորադեմ, բայց վկայություններն իրար հարմար չէին, այսինքն հակասում էին։ Եվ ոմանք վեր կացան եւ նրա դեմ սուտ վկայում էին եւ ասում. Մենք լսեցինք դրանից, որ ասում է ես այդ ձեռագործ տաճարը կքանդեմ եւ 3 օրում ուրիշը կշինեմ անձրագործ, սակայն այնպես էլ նրանց վկայությունը իրար հարմար չէր, այսինքն նորից հակասում էր։ Եվ քահանապետը, ուրեմն տեսնում է, որ չի հաջողվում իրենց գործը, որոշում է հարցակում, այսինքն խոսքերով հարցակվել։ Եվ քահանապետը վեր կացած մեջտեղը Հիսուսին հարցրեց եւ ասեց. Ոչինչ չես պատասխանում, ինչ եմ վկայում դրան քեզ դեմ։ Իսկ նա լուռ էր կենում եւ ոչինչ պատասխան չէր տալիս։ Քահանապետը դարձյալ նրան հարցնում էր եւ ասում. Դե այստեղ չի նշվում այն մասը, որ մի ուրիշ ավետարանում է նշվում, որ Հիսուսը ասում է ես ինչ որ սովորացնում, դուք լավ գիտեք, դուք ձեր շպիոններին ուղարկում եք, լավ գիտեք ինչ է ես սովորացնում, ինչու ես էլի հարցնում եւ դրա համար նրան ապտակում են եւ նա ասում է ինչու եք ապտակում, եթե սխալ եմ արել, ասեք սխալս, բայց եթե ճիշտ եմ, ինչու եք ապտակում։ Եվ հիմա քահանապետը դարձյալ նրան հարցրեց եւ ասեց. Դու ես Քրիստոսի օրհնյալի որդին։ Հիսուսն էլ պատասխանեց. Ես եմ։ Եվ դուք կտեսնեք մարդի որդին զորության աչքով նստած եւ երկնքի ամպերով է եկած։ Ինչու Հիսուսը ավելացրեց սա։ Որովհետեւ ասել ենք եւ նորից ասեմ, որ հին կտակարանի մեջ կար երկու մարգարեություն, երկու տիպի մարգարեություն։ Մեկ տիպի մարգարեությունը Հիսուսի առաջին գալուստի մասն էր, մանավանդ Եսայի մեջ, որտեղ գրած է, որ ինքը լուռ ու մունջ գառի պես պետք է մորթվի, եւ իրանք չէին սիրում այդ մասը եւ արհամարում էին, այսպես ասենք, այդ մասը։ Եվ նրանք շատ կենտրոնացած էին Հիսուսի երկրորդ գալուստը նկարագրող մարգարեությունների վրա, եւ երբ որ Հիսուսը սա ավելացրեց, Հիսուսը ուզեցավ ասել ես իսկական մեսիան եմ։ Ես այսօր որպես գարմորթվում եմ, բայց ես որպես փառավորված մեսիա գալու է, երկրորդ անգամ գալու է, ինչպես իրենք էի սպասում։ Եվ քահանապետը իր հանդերձները պատրելով ասեց. «Էլ ինչ պետք է մեզ վկանել, լսեցիք հայոյանք», այսինքն հայոյան ոչ թե Հիսուսը հայոյում էր, այլ աստվածահայհոյություն, որտեղ եթե մեկը մարդ է եւ իրեն ասում է ես Աստված եմ, որտեղ եթե Հիսուսը ասում է ես մեսիան եմ, նշանակում ասում է ես Աստված եմ, Աստծո որդին,
Եվ դա իրենք համարում էին աստվածայություն, բայց Հիսուսի կողմից դա աստվածայություն չէր, որովհետև դա ճիշտ էր, ճշմարիտ էր։ Ինչպես է երևում ձեզ, նրանք էլ ամենքը դատապարտեցին նրան, թե մահապարտ է։ Եվ ոմանք սկսեցին նրա վրա թքել եւ երեսը ծածկել ու բռունցքով ծեծել նրան եւ նրան ասել մարգարեացիր, եւ սպասավորները նրան ապտակներով ծեծում էին։ Շատերը այստեղ կարծում են եւ հիասթափում են, ասում են Հիսուսը շատ թույլ մարդ էր, ինչու չպատասխանեց նրանց։ Դեք Հիսուսը ֆիզիկապես շատ ուժեղ մարդ էր։ Ինքը որ շուռ գար մի հատ խփեր, հաջողություն կունենար ավելին։ Երբ որ իրան գնացին Սամարիա եւ Սամարացիները չընդունեցին, Հակոբոսն ու Հովանեսը ասեցին հորդ խնդրիր, որ մի լեգիոն հրեշտակներ ուղարկի եւ ոչնչացնեն Սամարիան, վառեն թափեն։ Հիսուսը նրանց պատասխանեց. դուք չգիտեք ինչ հոգուց եք խոսում, այսինքն սատանայի հոգուց եք խոսում, ես չեկա կործանելու, ես եկա մարդկանց փրկելու։ Այսինքն պատկերացրեք, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք, Հիսուսի զավակները։ Նա է մեզ ստեղծել։ Երբ որ մենք ծնող ենք, շատերը ծնող են, ովքեր ծնող են կհասկանան, եւ եթե ձեր թշնամին կործանման ճանապարհի մեջ դնի ձեր երեխաներին, եւ դուք գնաք եւ ուզենաք իրենց համոզեք, որ իրանք հետ կան դեպի ճշմարտությունը, այդ կործանման ճանապարհից դուրս գան, բայց նրանք չլսեն ձեզ, նրանք սկսեն ձեզ ձեռք առնել, խփել, ինչ է հայրը, սուրը կվերցնի եւ կհարձակվի եւ կսպանի իր երեխաներին, ոչ։ Ինչ պիտի անի։ Կգերադասի ինքը մեռնի, բայց իր երեխաները ապրեն, որ դեռ հնարավորություն ունենան հասկանալու ճշմարտությունը եւ դարձի գալու։ Նույնը կատարվեց Հիսուսի հետ։ Հիսուսը պետք է մեռներ, երկրորդ մահով պետք է մահանար առաջինը, որ մեզ փրկեր մահից։ Երկրորդը մենք բոլորս իր զավակներն ենք։ Ինքը չէր եկել, որ մեզ դատապարտեր, կործաներ, խփեր, ասեր արա դու ով ես, ինձ խփում ես, թքում ես, դա առքես հիմա տես։ Ոչ։ Ինքը եկել էր, որ այս մարդկանց փրկեր։ Եվ դրա համար պատասխան չտվեց նրանց եւ լուռ ու մունջ, ինչպես գառը դիմացավ այդ բոլոր տառապանքներին հանուն ինձ, հանուն քեզ, որպեսզի մինչև վերջ իր միսիան կատարի, իր առաքելությունը կատարի, որպեսզի մահանա եւ փրկություն բերի մեզ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք իր հետ հավիտյան ապրել եւ փառք իրեն դրա համար։ Մեծագույն հարգանքի եւ սիրո արժանի ինքը իր հերոսության համար։ Գիտեք, մի բան է, որ մարդ թույլ է լինում եւ ի վիճակի չէ դիմադրելու, դա ուրիշ բան է, բայց երբ որ մարդ ի վիճակի է դիմադրելու, բայց չի անում դա, որպեսզի դիմացինին փրկի, դա արդեն հերոսություն է։ Շարունակենք կարդալ, եւ երբ որ Պետրոսը վարը սրահում ներքանապետի աղախիներից մեկը գալիս է եւ տեսնում է Պետրոսին, որ տաքանում է, մտիկ է տալիս նրան եւ ասում. դու էլ ես Հիսուս Նազովրեցու հետ, բայց նա ուրացավ եւ ասաց. չգիտեմ ու չեմ հասկանում, թե դու ինչ ես ասում, եւ դուրս գնաց նախասրահ եւ հավը խոսեց, այսինքն կանչեց։ Եվ աղախինը նրան տեսավ, դարձյալ սկսեց ասել այնտեղ, ոչ թե հավը պիտի լինի ակլորը, եւ աղախինը ակաղաղ, այսպես ասենք։ Եվ աղախինը նրան տեսավ, դարձյալ սկսեց ասել այնտեղ կանանցներին, թե սուրանցից է, բայց նա դարձյալ ուրացավ եւ մի քիչ հետո այնտեղ կանանցները դարձյալ ասեցին Պետրոսին ճշմարիտ, դու էլ նրանցից ես, որտեղ Գալիլեացի ես եւ քո խոսվածն էլ նման է, բայց նա սկսեց անիծել, այսքան երթվել ու երթում անել, թե ես չգիտեմ այն մարդում, որ դուք ասում եք։ Եվ ակաղաղը երկրորդ անգամ խոսեց եւ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսը նրան ասեց, թե հավը ակաղաղը դեռ երկու անգամ չխոսած, դու 3 անգամ կուրանաս ինձ, եւ սկսեց լացել։ Այսինքն Պետրոսը ապաշխարեց։ Հուդայի ու Պետրոսի տարբերությունը դրանումն էր, որ երկուսն էլ ունեցան խղճի խայթոց, բայց Հուդայի համար արդեն փակվել էր ճանապարհը։ Ինքը այդպես էլ չապաշխարեց եւ չդիմանալով խղճի խայթոցներին ինքն սպան եղավ։ Բայց փառք Աստծո, որ մենք հնարավորություն ենք ապաշխարելու։ Երբ որ մենք ապաշխարում ենք
Աստված մեզ ներում է, Հիսուսը մեզ ներում է եւ խաղաղություն է իջնում մեր հոգում եւ այդ խղճի խայթերը ջնջվում են։ Նույնը արեց Պետրոսը։ Ինքը ապաշխարեց իր մեղքի համար, իր ուրանալու համար, լացեց եւ խորապես դառնալից ապաշխարեց եւ Հիսուսը նրան ներեց եւ հետագայում որպեսի ցույց տա, որ նա բոլորովին ներել է իրեն եւ նույնիսկ այդ նույն Պետրոսին նշանակեց, ուրացող Պետրոսի նշանակեց եկեղեցու գլուխ։ Ինչու՞։ Որտեւ ինքը գիտեր այս մարդը արդեն այդ փորձությունը անցել էր եւ երբեք չէր կրկնի, որտեւ ապաշխարել էր, բայց մյուսները դեռ վտանգի մեջ էին ընկնելու։ Պետրոսը արդեն ընկավ եւ վեր կացավ եւ որպեսի իր մյուս աշակերտների մոտ նրա պատիվը, այսպես ասենք, վերականգնի, 3 անգամ նրան հարցրեց, ասեց. «Սիրում ես արդյոք ինձ, սիրում ես արդյոք ինձ, սիրում ես արդյոք ինձ»։ Եվ Պետրոսը տխրեց, ասեց. «Այո, սիրում եմ»։ Եվ իր ամբողջ կյանքով Պետրոսը ապացուցեց, որ իրոք սիրում է, որ իրոք ապաշխար եւ սիրում է Հիսուսին։ Վերջում կարդանք Դարերի փափագից Էջ 874 Աննայի եւ Կայափայի ուրեմն այդ գլուխները կոչվում է Աննայի եւ Կայափայի ատյանի արչիվ եւ Հուդա գլուխները։ Խայտարակ երթուները դեռ թարմ էին Պետրոսի շուրթերին եւ ակհաղի ձայնը դեռ հնչում էր նրա ականջներում, երբ փրկիչը շուռ գալով չարացած դատավորներից ուշադիր նայեց իր խեղճ աշակերտին։ Նույն պահին Պետրոսը աչքերը հառեց իր ուսուցչին։ Այն հեզավարո դեմքին նա ափսոսանք ու վիշտ կարդաց, բայց ոչ բարկություն։ Ինչպես սիրող հայր, Հիսուսը ոչ թե բարկանում էր նրա վրա, որ նա ուրացել է իրեն, այլ ուղղակի խղճում էր նրան, որտեվ գիտեր այդ ուրացման ճամփան ուր է տանելու իրեն։ Եվ այդ հայացքը ազդեց Պետրոսի վրա, տեսնելով այն գունատ տանջված դեմքը, այն դողդոջուն շուրթերը եւ ներողամտությամբ ու կարեկցանքով լի հայացքը, Պետրոսն ասեց նիզակահար եղավ, խիղճն արթնացավ եւ հիշողությունը պարզվեց։ Նա հիշեց ընդամենը մի քանի ժամ առաջ տված իր այն խոստումը, թե պատրաստ է իր տիրոջ հետ բանտ գնալու եւ նույնիսկ մեռնելու։ Հիշեց իր վիշտը, երբ փրկիչը վերնատան ասաց նրան, որ այդ նույն գիշերը նա 3 անգամ կուրանա իր տիրոջը։ Քիչ առաջ Պետրոսը հայտարարեց, որ չի ճանաչում Հիսուսին, բայց հիմա դառը ցավով գիտակցեց, թե որքան լավ էր իրեն ճանաչում Տերը եւ որքան ուշադիր էր կարդացել իր սիրտը, որի կեղծություն կամ կեղծավորություն, ինչպես պարզվեց, հայտնի չէր նույնիսկ իրեն։ Առակաց գիրք ասում է, խաբուսիկ է մարդու սիրտը, խաբում է մարդուն։ Մարդը իր մասին մի կարծիք ունի, բայց իրականում չի գիտակցում, թե երբ որ դեպքերը փոխվում են, ինչպես է իր բնավորությունը, իր գործելակերպը փոխվում։ Ուրեմն մենք այստեղ կարդացինք 4 կերպար. Հուդա, Մարիամ, Պետրոս, Սիմոն Փարիսեցի։ Հուդան չապաշխարեց, չփրկվեց, բայց Մարիամը, Պետրոսը, Սիմոնը հետագայում ապաշխարեց եւ փրկվեց։ Եվ Աստված տա, որ մենք այս մարդկանց պես գիտակցենք մեր մեղքը։ Ոչ թե մեր մեղքի 10% գիտակցենք, այլ խնդրենք Աստծուն, որ ամբողջ 100% գիտակցենք մեր մեղքի։ Եվ ամբողջ 100%-ի համար էլ ապաշխարություն խնդրենք Աստծուց, ներում խնդրենք Աստծուց։ Այլ ոչ թե 20%-ը ներվի, մենք էլ մեզ խաբելով այդ 80% բեռը մեր ուսերին, մեր մեղքերի, վերջի վերջո այն մեզ կճզմի, եւ եթե մենք չպայքարենք, Հիսուսի շնորհքով չպայքարենք մեր մեղքերի դեմ, ինչպես Հուդան պարտվեց, այնպես էլ մենք կպարտվենք։ Հիսուսի շնորհքը ոչ մեկի համար կարճ չէ։
Հիսուսի շնորհքը կարող է եկնել յուրաքանչյուրին։ Մենք այսօր Հիսուսին չունենք, որ ինքը շուռ գա մեզ կարեկցանքով նաև մեր խիղճ արթնանա, բայց մենք ունենք Սուրբ Հոգուն։ Ավետարանը ասում է, որ Հիսուսը ասում է, որ ես ձեզ որբ չեմ թողնի, ես ձեզ կուղարկեմ Սուրբ Հոգուն, որը ինչ կանի։ Ձեզ կհանդիմանի մեղքի համար, ձեզ ապաշխարության հոգի կտա, ձեզ կմխիթարի։ Մենք ունենք Սուրբ Հոգի, որ երբ որ մեղք են գործում, ինքը անմիջապես հանդիմանում է մեզ։ Ուղղակի մեր ընտրությունից է կախված։ Մենք լսում ենք նրա ձայնը, ուզում ենք ընդունել ճշմարիտը, այլ ոչ թե Պետրոսի մեջ կեղծ մտածենք, թե մենք եսիմով ենք։ Ուշադիր լինենք, որ լսենք Սուրբ Հոգու հանդիմանությանը, որ չկարծենք, թե մենք հուրիփերի ենք, թե մենք սուրբ ու սխտոր ենք, սուրբ ու կատարյալ ենք։ Ոչ, սուրբ մարդ չկա, ասում է Աստվածաշունչը։ Եվ չկա փոքր ու մեծ մեղք, բոլոր մեղքերը հավասար են։ Մենք իրար հավասար ենք բոլորս երկու ձևով։ Եվ մեղքերի հավասարության կապ չունի, թե ով ինչ մեղք է գործում։ Մեկը գաղտնի է գործում, մեկը բացահայտ է գործում, բայց մեղքը մնում է մեղք։ Յուրաքանչյուր մեղքի համար, ասում է, մեղքի վարձքը մահ է։ Մեղքը ինչ է, Աստվածաշունչը ասում է, Աստծո օրենքի կոտրելն է մեղքը։ Երբ որ մարդ գողանում է, շնանում է, սպանում է իր խոսքով կամ գործով, նախանձում է, խլում է, սուտ վկայություն է տալիս, ստում է, քաղաքացիական օրենքով, մեր սովորական երկրի օրենքով կան տարբեր գործոններ, կան տարբեր տիպի պատիժներ, տարբեր մեղքերի համար, բայց Աստվածաշունչը մեզ պարզ ասում է, որ ինչ մեղք էլ որ մենք խախտենք, այսինքն որ օրենքն էլ որ մենք խախտենք, դա մեղք է եւ դրա պատիժը մահն է, այսինքն երկրորդ մահով, եթե մենք չապաշխարենք մեր մեղքերից, մենք երկրորդ մահով կմահանանք եւ լիովին կոչնչանանք։ Եվ այն հնարավորությունը, որ մեզ տվել է Հիսուսը հավետ իր հետ երջանիկ ապրելու, բաց կթողնենք մեր ձեռքից։ Ուրեմն թող Աստված մեզ ուժ տա, իր շնորհքը թափի մեր վրա, որպեսզի մենք իզորու լինենք, ինքներս մեզ հետ ազնիվ լինել, եւ մենք ինքներս չխաբենք, թե մենք սուրբ ենք։ Սուրբ մարդ չկա աշխարհում, կան տարբեր մեղքեր եւ բոլորն իրար հավասար են։ Եվ մենք Աստծո առջև հավասար ենք այդ մեղքերի դրությամբ եւ նաեւ հավասար ենք Հիսուսի թափած Սուրբ արյունով։ Հիսուսը թափեց իր Սուրբ արյունը բոլորի համար։ Ոչ մի բացառություն չկա։ Ամեն մի մարդ հնարավորություն ունի, ամեն մի մարդ ապահոված է փրկության ստանալու միջոցներով, բայց իրենից է կախված, իր ընտրությունից, ինքը ուզում է այդ միջոցները օգտագործել եւ փրկվել, թե ոչ։ Թող Աստված մեզ օրհնի, որ մենք լինենք նրանցից, ովքեր օգտագործում են Աստծո տված միջոցները փրկության համար։ Ինչպես Պետրոսը օգտագործեց, ինչպես Մարիամը օգտագործեց, ինչպես Սիմոն Փարիսեցին օգտագործեց հետագայում, ապաշխարեց եւ փրկվեց։ Եվ Հիսուսը նրան խղճաց, բացահայտ չասեց նրա մեղքերի մասին։ Եվ ինքը շատ շնորհակալ էր Հիսուսից, որ բացահայտ չասեց իր մեղքերի մասին եւ հետագայում ինքը ապաշխարեց։ Թող մենք էլ ապաշխարողների թվում լինենք եւ ոչ մի մեղք թեթև չվերցնենք, այլ շատ լուրջ վերաբերվենք մեր ամեն տեսակի մեղքերին։ Մեր կյանքը դեպի փրկություն, դեպի նման է աստիճանի դեպի երկինք։ Հաշվենք, որ ամեն մի մեղքը աստիճան է։ Հաղթահարելով այդ մեղքերը, այդ աստիճանները մենք կբարձրանանք ավելի ու ավելի եւ կմաքրվենք եւ երբ որ Հիսուսը գա, մենք պատրաստ կլինենք նրա հետ մտնելու երկնքի արքայություն։ Թող Աստված մեզ օրհնի այս գալիք շաբաթվա յուրաքանչյուր օրվա մեջ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։